Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Դիկրանագերդի Սուրբ Կիրակոս եկեղեցվո մեջ կվերածնին հայկական ավանդական բարերը։ 10 ամյա Եվայի հակապետական նկարի արժեքը հասած է ավելի քան $1000։ Ամերիկան եւ Իրանը արդեն 10 օր ի վեր կշարունակեն իրենց սաստիկ հարվածները։ Ճյուղայի պահպանված խաչքարը։ Հայկական վիշապը ազգային ինքնության խորհրդանիշ։ Էրգենի հայկական եկեղեցին կանգնած է փլուզման եզրին։ Լիբանանի բանակը կվերադառնա երկրի հարավ։ Դերյանական օրը ճավախքի մեջ։ Դիկրանագերդի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցվո մեջ սկսած է հայկական ավանդական բարերու երրորդյա աշխատանոցը, նպատակ ունենալով վերակենդանացնել շրջանին մեջ մորցված հայկական մշակութային ժառանգությունը։ Նախաձեռնությունը կազմակերպված է Երկիր Եվրոպի աջակցությամբ, իսկ կազմակերպիչներուն համաձայն ասիգա առաջին քայլն է հետագային հայկական երգերու, մեղեթիներու եւ այլ մշակութային տարերու վերականգնման ուղղությամբ։ Հասարակական գործիչ Վարդան Հակոբյան դատապարտած է Երևանի երաժշտական դպրոցեն 10 ամյա Եվայի «Մենք ենք մեր սարեր» հուշարձանը պատկերող նկարը հեռացնելու դեպքը զայն համեմատելով հայերու նկատմամբ պատմական արգելքներուն հետ։ Ան հայտնած է, որ երեխային աջակցելու համար կազմակերպված աճուրդին առաջարկը հասած է ավելի քան $4000 եւ պահանջած է դպրոցի տնօրենության ներողությունն ու հրաժարականը։ Ամերիկան եւ Իրանը արդեն 10 օր ի վեր սաստիկ հարվածներ կփոխանակեն։ Սենտկոմը հայտնած է Իրանի ռազմական կետրոններու, ձովային կարողություններու, հրթիռներու, անօդաչուներու եւ հագաուտային համագարկերու թիրախավորման մասին, նշելով նաեւ Հորմուզի նեղուցով արևդրական նավերու ուղեկցման շարունակությունը։ CNN-ը վկայագոչելով Պենտագոնը կհաղորդե, որ հուլիս 7-ին ի վեր իրանական հարվածներու հետևանքով մոտ 100 ամերիկացի զինվոր վիրավորված է, իսկ 3-ը զոհված։ Դոնալդ Թրամփ խոստացած է դանր պատասխան հարվածներ, մինչ Իրանի նախագահը հայտարարած է, թե երկիրը լայնածավալ պատերազմ կմղի ԱՄՆ-ի թեմ։ Իրնայի համաձայն Իրանը պատասխան հարվածներ հասուցած է Բահրեյնի, Քուվեյթի եւ Հորդանանի ամերիկյան ռազմական թիրախներուն, իսկ Հորմուզի մեջ հարվածած են նաեւ 2 նավթատարներ, որոնց անձնակազմերը կդարահանվին։ Մայր աթոռ Սուրբ Էջմիածի մեջ կպահպանվի հին ճյուղային բերված 1602 թվականի բացառիկ խաչքարը Գրիգոր Խաչակորձի գերդած, որ նախապես կանգնած էր ճյուղայի պատմական հայկական գերեզմանատան մեջ։ 16 եւ 17-րդ դարերուն ճյուղան խաչքարագործության կարևոր կետրոն էր, իսկ այս խաչքարը փրկված է աշխարհի մեծագույն հայկական խաչքարային համալիրներեն մեկեն։ Խաչքարին վրա պատկերված է Ձագո խաչը, Քրիստոսի հարության եւ հավիտենական կյանքի խորհրդանիշը, իսկ արձանագրությունները կվկայեն 1602 թվականը։ Այսօր անիկա հին ճյուղայի մշակութային ժառանգության հազվագյուտ վկան եւ հայկական խաչքարագործության արժեքավոր գլուխգործոցն է։ Հայկական եւ չին տիբետական վիշապներու գերբարները կդարբերին իրենց խորհրդանշական բնույթով։ Արևելյան վիշապը տետև ու շարժուն է, իսկ հայկականը կմարմնավորե ուժ, ամրություն եւ առնականություն։ Քորքարվեստին մեջ անիկա ազգային խորհրդանիշ է, արդացոլելով հայ ժողովրդի ռազմիկի ոգին եւ ինքնությունը։ Լուսանկարները դրամատրած է Քորքակետ Աշխունչ Պողոսյան, որուն ուսումնասիրությունները կնպաստեն հայկական քորքարվեստի եւ խորհրդանիշներու ճանաչման։ Դերսիմի Հոզատ Քաբարի Էրգեն գյուղի պատմական հայկական եկեղեցին, որ դարեր շարունակ ծառայած է հայ համայնքին, այսօր փլուզման վտանգի տակ է։ Անդեսումը, բնական պայմանները եւ աբորինի բեղումները գարակացնեն անոր ավերումը։ Կարաշեն ջարդարաբեդությամբ, Գամարացեվ մուտքով եւ քանտագազար պատկերով եկեղեցին Դերսիմի բազմատարյան մշակութային ժառանգության կարևոր վկաներեն է։ Թեև 2012-ին ճանաչված է որպես պատմամշակութային հուշարձան, մինչեւ այսօր վերականգնման աշխատանքներ չեն կատարված։ Դեւույն բնակիչները կպահանջեն պաշտպանել եւ վերականգնել զայն, նշելով, որ եկեղեցին կրնա դառնալ կրոնական եւ մշակութային զբոսաշրջության կետրոն։ Պատմական աղբյուրներու համաձայն անիկա կնույնացվի Սուրբ Հարության վանքին հետ, որ մինչև 10-րդ դարու արմատներ ունի եւ մի շատ դարուն եղած է հայ գրթական ու մշակութային կարևոր կետրոն։ Այսօր անոր բادرն ու ավերակները կվկայեն շրջանի հարուստ հայկական պատմության մասին։ Լիբանանի բանակի առաջին ստորաբաժանումները այսօր սկսած են վերադեղակայվել երկրի հարավը իսրայելյան բանակի Զաութ ալ-Ղարբի են դուրս գալեն ետք։ Լիբանանի ուժային կառույցներու ներկայացուցիչի համաձայն Իսրայելի դուրս բերումը կատարված է հունիսի վերջավորության Վաշինգտոնի մեջ ձեռք բերված համաձայնության շրջանագին մեջ։ Հուլիսի նախավերջին հանգստյան օրը Ջավախքի կանցակ յուղին մեջ 1967-ին ի վեր պահպանվող ավանդությամբ նշվեցավ Վահան Դերյանի օրը, համախմբելով երկրպագուներ Հայաստանեն եւ Վրաստանեն։ Օրը սկսավ Սուրբ Կարապետ եկեղեցու մեջ հոգևոր արարողությամբ, ապա այցելությամբ Դերյանի դուն թանգարան։ Կանցայի դաշտավայրին մեջ տեղի ունեցան երգի, բարի եւ ասմունքի ելույթներ։ Դերյանի քնարերգությունը, ինչպես նաեւ ասկային երգն ու բարը, անգամ եւս կանցայի մեջ ստեղծեցին դոնական եւ հիշարժան մթնոլորտ։
Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։